Okay, Ժորժան սկսում ենք մեր համով հոտով կիևսկի կատլետները։ Առաջնայինը, որը պետք է սկսեմ, ինձ հարկավոր է միջուկը, ես առաջնային մի հատ դրա հարցը լուծեմ, կարակ, սխտոր եւ սամիտ։ Բոլոր բաղադրությունները ես դնելու եմ մեջը, որպեսզի դուք էլ ունենաք, որպեսզի բարձելնի բոլորիս նույն ժամանակ։ Սխտորը կարող եք դուք օգտագործել երկու, դա ըստ ցանկությանը, որտեվ սա համի հետ է կապված եւ սամիթը մոտ պուճուր, կես բուրի չափով։ Հələ մի հատ ասեք տենամ դուք սիրում եք կիևսկի կատլետ, ժողովուրդ ջան։ Օրինակ, մենք շատ ենք սիրում։ Կիևսկի կատլետի հետ կապված բավական լավեշ տալի հիշողություն ունեմ ես մանկության տարիներում։ Ուրեմն ես սպորտսմեն եմ եղել, գիմնաստ, հետո ակրոբատ։ Իհարկե, առաջին մի քանի տարին գիմնաստիկա, հետո ակրոբատիկա։ Գնացել ենք մրցումների, պատմություն եմ պատմում հիմա։ 9 տարեկան եմ, Վոլգոգրադ ենք գնացել։ Մեր մարզիչը բավական շատ հետևողական մարզիչ էր, անպայման մեզի լավ տեղեր էր տանում, բավական բարձր կլասի ռեստորաններ էր տանում, իր համար առաջնայինը մեր առողջությունն էր եւ ավելի հոգեվոր զարգացածությունը, քան թե մրցումները։ Այդ կարգի, այդ ձևի լավ մարզիչ էր։ Ուրեմն գնացել ենք ռեստորան, պատվիրել է կիևսկի կատլետ մեր համար։ Դե առաջի անգամ 9 տարեկան երեխա կիևսկի կատլետ պետք է ուտեմ ես այնտեղ։ Գիտենք սովորական կատլետներն են մեր։ Իմ կծելն ու այդ կատլետի մեջից հենց յուղը թափվել է, մեկ եղավ ուղիղ վրաս։ Խեղճ մարզիչիս ամանչացրեցինք այդտեղ։ Հիմա որ հիշում եմ, այնքան եմ ամանչում։ Բայց դե երեխա ենք, ինչ անեմ։ Էդ էր։ Հիմա սամիթը ես կտրատեցի, լցրեցի այստեղ եւ ինձ հարկավոր է հիմա սխտորը մի հատ ճզմեմ։ Okay, հիմա ինձ պետք է սա հավասարացնեմ եւ ինձ պետք է շատ քիչ աղ մեջ ավելացնեմ, որպեսզի հավն էլ լավ լինի։ Սխտորը արդեն մեջն է, մոռացել էի, որ սխտորը դրեցի։ Տենց բաներ, էդ էլ մեր սպորտսմեն ժամանակներից Վոլգոգրադում բավական լավ տեղեր էր մեզի տարել, Մամաև կուրգանը, այսինքն ամեն տեղ, ուր մենք էինք մրցումների իր հետ, անպայման ինքը մեզի տանում էր այնտեղի թանգարանների հետ կապված։ Հիշում եմ Վիննիցա, Կիև էին գնացել, տարել էր մեզի ճանաչված ռուս ֆիզիոլոգ Պիրագով, ուզում եմ հիշեմ, ազգանալավ չեմ հիշում այս րոպեն, չգիտեմ, իր թանգարանը, Լենինգրադում անպայման գնացել ենք Զիմնի դվարեցը, իհարկե վազելով էինք մեջը գնում, որովհետև այդքան մեծ էր ու հսկայական Զիմնի դվարեցը։ Այսօր նոստալգիա է ինձ մոտ, հիշել եմ այս կիևսկի կատլետը պատրաստելուց, ամեն անգամ հիշում եմ այդ իմ մանկությունը ու իր հետ կապված հիշողությունները, սպորտի տարիները, նենց առանձնապես հիշողություն չունեմ, շատ քիչ հիշողություն ունեմ մանկության հետ կապված, որ հարցնեք, բայց սպորտի հետ կապված շատ հիշողություններ կա, որովհետև հիմնականում սպորտի մեջ էինք։ Okay, anyway, էսի հիմա լցնում եմ իմ սառեցնելու ամանները եւ դնում ենք սառնարան։ Սա օգտագործելու ենք մեջը դնելու համար արդեն, բայց ինձ պետք է որ սառացնեմ, որպեսզի ավելի հեշտ լինի։ Okay. Հələ ասեք տենամ ձեզանից էլով է սպորտսմեն եղել գիմնաստ, միգուցե հիշենք, ճանաչենք իրար։ Մին գիմնաստիկա, հետո ակրոբատիկա։
ու տենց միջև վերջ, միջև մաստեր սպորտ, իհարկե դրանից հետո արդեն սպորտի կյանքը ավարտվում է 14 տարեկանից հետո գիմնաստների մոտ է, կապ չունի ակրոբատների մոտ էլ։ Բայց շատ լավ տարիներ եմ ունեցել, չեմ փոշմանում։ Իհարկե շատ ծանրաբեռնված տարիներ էին, որ ասում եմ, քիչ սրբելու ժամանակ չունեիր, անգամ խաղալուն էի կարոտ մնում, բակ դուրս գալուն էի կարոտ մնում, բայց այդ էր ընտրություն եղել։ Okay, սա գնաց սարցախցիկ, այդ ընթացքում արդեն մենք մեր ֆարշը կդասավորենք, կպատրաստենք։ Okay, ժողովուրդ ջան, հիմա մեզ հարկավոր է լինելու հավի միս, այստեղ եւ ֆիլեա եւ ալդրի միսերն են, հաց մոտավորապես 200 գրամի չափով եւ սոխ։ Սոխը իմ մոտ սոխը բավական մեծ է, դրա համար մեկ հատ եմ վերցրել, եթե մեծ չի ձեր մոտինը, ուրեմն կարող եք վերցնել 2 հատ փոքր։ Այս բոլորը իրար հետ հիմա կտրտեմ վերջացնեմ, աղալու եմ։ Ֆիլեն արդեն կտրտել էի, պատրաստել էի, հիմա հացը մի քիչ մանրացնեմ։ Վայ, սոխը էս ինչ կծույ է։ Լավ արդեն։ Okay, վերջ։ Հիմա ինձ պետք է ավելացնել սրա մեջը, արագ դա էլ անեմ, աղ 1 ճաշի գթալ, հենց իրա մեջ եմ ավելացնում։ Սև պղպեղա պետք 1 թեյի գթալ ավելացնեմ։ Քաղցր կարմիր բիբարա պետք ավելացնեմ 2 թեյի գթալ։ Okay, սոխն էլ իր հետ արդեն այս ընթացքում հիմա մի հատ կխառնեմ ու տանում ենք աղալու։ Ուպս։ Okay, ժողովուրդ ջան, արդեն աղացած է, ինձ պետք է հիմա մի լավ խառնել, որպեսզի բոլորը դառնա միասեռ արդեն։ Ով չի պատրաստել, որ չեմ պատկերացնում, կարծիքով բոլոր տան կանայք էլ արդեն պատրաստած կլինեն գոնե մի քանի անգամ, անպայման կփորձեք, շատ համով է, շատ անպայման խորհուրդ եմ տալի, դուք էլ պատրաստեք ձեր տանը։ Okay, ժողովուրդ ջան, արդեն խառնել եմ, նորմալ վիճակում է, ինձ հարկավոր է ջուր, մոտած, որպեսզի ձեռքերս թրջեմ, որտեղ հացը ամբողջովին քաշում է ջուրը, հավի մսի մեջը եւ չորանում է մի տեսակ։ Հարկավոր է ձու եւ հարկավոր է աղացած չորացած հաց։ Սառնարանից արդեն բերել եմ, սառել է իմ մոտ կարակները, որպեսզի ավելի հեշտ տեղադրեմ մեջը։ Հիմա շատ արագ ձվի մեջը թեթև աղ եմ ավելացնելու եւ անցնենք գործի։
Երկու անգամ որ թաթախենք մեջը ձվի եւ հետո նոր չորացածի մեջը ավելի խրթխրթանա լինելու ժողովուրդ ջան, ավելի համով է լինում։ Կիևսկի ատետի պարագայում իմ կարծիքով արժի անել երկու անգամ։ Կտեսնեմ, երևի մերոնք շատ չեն սիրում այդքան էլ խրթխրթան լինի, բայց ինձի հաճելի է։ Okay, անցանք։ Չափսերը դուք ինքներդ կարող եք որոշել, ինչ չափսի եք ուզում լինի։ Okay, կարակը դնում ենք մեջը ու իրան փակում ենք։ Շատ նման է անցած օրվա կարտոֆիլով կոտլետները, որ պատրաստել էինք դրան, բայց իհարկե սա լիովին հավի միսատ լրիվ տարբեր համեմունքներ, տարբեր բաներ են մեջը։ Okay, այսենց։ Հիմա ձվի մեջը կթաթախենք։ Հիմա հացի փոշի մեջը կթաթախենք։ Ու կդնենք իր տեղը։ Ես մեկ անգամ եմ անելու կարծում եմ, որտեղ բավական արդեն ինքը քաշում է։ Okay, վերջ։ Անցնենք հաջորդին հիմա։ Ինքը շատ համով սոյչնի կոտլետներ են լինելու։ Okay, վերջ։ Չմոռանաք անպայման կգրեք, տեսնեմ ձեզանից կան երեխեք էլի այնպես որ սպորտսմեն են եղել, այդ դժվար ճանապարհը անցել են։ Բավական դժվար։ Ես ինքս իմ տղային չեմ ուզեցել մեծ սպորտի մեջ երբեք մտնի, որտեղ այն ինչ որ ես եմ քաշել, այն ինչ որ ես գիտեմ, երբեք չեմ ուզենա իմ տղային չեմ տվել, շախմատի եմ տվել։ Շատ հեշտ, հանգիստ սպորտ է ու բավական խելացի է դարձնում։ Օրինակ իմ տղան կարամ ասեմ մաթեմատիկոս է ինքը։ Հիմա այս րոպեն ինքը արտինատուրան ավարտում համալսարանը Կալիֆոռնիայի եւ մասնագիտությունը կոչվում է Computer Science Engineer, այսինքն կոմպյուտերների գիտություն եւ ամբողջը մաթեմատիկա է, շատ բարդ մաթեմատիկա, որ անգամ ես գաղափար չեմ կարողանում անեմ, թե ինչի մասին է իր հաշվարկները։ Ուղղակի դա մի հետաքրքիր ու տարբեր աշխարհ է, որ ես հեռու եմ դրանից, բավական հեռու։ Ու ճիշտ եմ արել, ինձ թվում է, շախմատը բավական օգնում է երեխային ուղեղի զարգացմանը։ Այն մամաները, ովքեր մտածում են հասունացման շրջանում ինչի տալ, 4 տարեկանից իմ տղան գնացել է շախմատի, 4 տարեկանից։ Եվ շատ շնորհակալ եմ ու գոհ եմ դրա համար։ Եվ դրա հեղինակը ու խորհուրդ տվողը իմ քուրիկի ամուսինն էր, որը Արտուրը բավական խելացի տղա է, ինքն էլ մաթեմատիկոս է։ Ու շատ շնորհակալ եմ այդ խելացի խորհրդի համար։ Թե չէ ինձ մնար ես ընդհանրապես սպորտի չէի տա, որովհետև ես ինքս սպորտից այնքան հոգնած եմ, որ չէի ուզենա, որ ինքը հետ մտներ այդ աշխարհ։ Իհարկե խոսքը գնում է երեխեք մեծ սպորտի մասին, չի խոսքը գնում սիրողական, որտեվ ես ինքս մեծ սպորտի մեջ եմ եղել ամբողջ ժամանակ զբորների, մրցումների,
ամբողջ սովետական միության ժամանակով սովետի տուրիստն էի, կարելի ասել, երկիր չկա, որ չեմ եղել, բավական տեղեր եմ եղել, բայց բավական դժվար ու բարդ ճանապարհ է դա, հեշտ ճանապարհ չի մեծ սպորտը։ Դրա համար հիմնականում մեծ սպորտի մեջի մարդկանց երեխաներին, որ տեսնում եք, հիմնականում իրանք սպորտի մեջ չեն, իրանք երբեք չեն իրանք երեխային ուղղորդում այդ ուղղությամբ, որտեղ գիտեն այդ ճանապարհը անցած, ինչ բարդ ճանապարհ է։ Okay, այսօր մի լավ խոսացի իմ անցյալի հետ կապված։ Okay, վերջ։ Նայում եք էլ սրանք մաքուր հելան, ու իրանք կլոր մեջից դուրս են գալի, հենց հավեսով են դուրս գալի, որ էլ չես տանջվում ինչ-որ չափաբաժին բռնելու համար։ Okay, հարազատներից հիմա անցնենք տապակելու համար արդեն պատրաստ ենք մեր թավան։ Ես օգտագործում եմ արևածաղիկի ձեթ, ինչ կկամենաք այն էլ օգտագործեք։ Իհարկե զեյթունի ձեթը մի քիչ համը ավելի ուժեղ է, այդքան էլ խորհուրդ չեմ տա, բայց արևածաղիկինը կամ կանոլա ձեթերը բավական լավ են, թեթև են ավելի։ Okay, սպասենք տաքանալուն։ Okay, Ժորժան, ինձ մոտ արդեն եղավ 11 հատ է դուրս եկել, բայց ոչ բոլորն եմ անելու, հիմա ընդամենը ես 4 հատիկ կամ 5 հատիկ կանեմ, ոչ ավել, որովհետև, ինչպես գիտեք, մենք փոքր ենք ընտանիքով ու այդքանը չափից ավել կնի պատրաստելու համար, այս ընթացքում էլ արդեն իմ ձեթն է տաքանում, սկսենք։ Okay, Ժորժան, ինձ թվում է արդեն ձեթը պատրաստ է, ես իմ զենքուզերը արդեն հանել եմ, որպեսզի չվարվեմ, անցած անգամվա նման։ Okay, գնացինք։ Okay, Ժորժան, չենք մոռանում անպայման պտտելու ենք ընթացքում, որպեսզի հավասար եփվի, շատ զգուշությամբ, բայց պետքա պտտենք։ Okay, հիմա անցնենք մյուս կողմը, քո հանգիստ գնա։ Okay, Ժորժան, իմանաք մնացածը ինչ արեցի, հիմա սիրուն ուպակովկա արեցի, դրեցի սարցախցիկ ու երկար ժամանակ այնտեղ կարող եմ պահել, ինչքան որ ուզենամ։ So, բավական լավ, նորմալ մնում է սարցախցիկում։ Հետո երբ որ արդեն կարիքը կլինի, այդ ժամանակ կհանենք հետ կդնենք, այդ կհալվի ու միանգամից ջարի տանելու, պատրաստի է լինելու։
Բավական լավ տարբերակ այն մարդիկ, ովքեր զբաղված են ելնում շաբաթվա ընթացքում, որ ժամանակ չեն ունենում հաց սարքելու, սա շատ լավ տարբերակ է, որ պատրաստեն, տնեն Արցախցիք ու հետո երբ որ պետք է լինի, արդեն կարող են օգտագործել։ Մոտավորապես արդեն լինում է, բայց դեռ հələ կուզենա, մի քիչ է կուզենա, որտեղ ինձ պետք է, որ հավի միսը լիովին եփված լինի։ Okay, ժողովուրդ ջան, արդեն պատրաստ է մեր կոտլետները։ Տեսնում եք։ Մենակ սա մի քիչ կուզենա դեռ լինի, որովհետև դա վերջում ավելացրեցի, մտածում էի դնեի, չդնեի, բայց դրեցի վերջում։ Okay, ժողովուրդ ջան, եկեք հիմա մի հատ էլ հլը փորձենք, նայենք, տեսնենք ոնց է եղել ու վերջացնենք։ Անտիր, էս ինչ հավես է։ Okay։ Համնել նայենք։